Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում կարևորի մասին հաղորդման հերթական թողարկումն է, այսօրվա մեր հյուրն է ռեժիսոր դերասան Աշոտ Ադամյանը։ Բարև ձեզ, պարոն Ադամյան։ Պարոն Ադամյան, ինչպես գիտեք, ՀԵՑ-ը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրոէներգիայի սակագինը բարձրացնելու համար շուրջ 17 դրամով որոշակի նախաձեռնություններ կան ընդդեմ թանկացման, դուք միշտ ակտիվորեն նման նախաձեռնություններին մասնակցել եք, ինչ հիմնավորում պետք է ներկայացնեն ձեզ, ինչ հիմնավորումն է, որ կարող է ստիպել ձեզ, որ թանկացումը պարզ է ոչ ցանկալի, բայց ամեն դեպքում գոնե ընդունելի լինի։ Նախ հենց սկզբից ասեմ ձեր հարցի պատասխան, թե ինչ պետք է լինի, որ ես դրական արձագանք եմ, պետք է լինի դրական մոտեցում ամեն ինչին։ Այսինքն հենց ամենասկզբից ասեմ, որ ինձ համար երկար տարիներ շատ դժվար է եղել հասկանալ, թե գնագոյացում ասածը Հայաստանում ինչպես է տեղի ունենում։ Այս ավազակային պայմաններում, հա։ Ընդ որում տարբեր բնագավառներում, ոչ միայն էլեկտրաէներգիայի, ջրօգտագործման, հա, եւ այլն, Եվ գնագոյացում ասածը շատ ոչ միայն խութեր ունի, այլ նաև բարդություններ, հանցանքներ, հանցագործություններ, փաստ է, որ էլեկտրաէներգիայի հետ կապված ամենաառաջինը ինչ որ զարնում է մարդուն եւ ինչը վրդովեցնում է հա մարդուն, այն որ ինչ որ մարդիկ, որում մի քիչ դժվար է մարդ անվանել իրենց, էլի, ինչ որ ավազակներ, ինչ որ բաներ են մերձավոր, շատ իրենց կաշվին մոտ, օրախնդիր հարցեր են լուծել ժողովրդի հաշվին Եվ փորձում են, ասենք, ապացուցել, որ համակարգը գիտեք ինչ վատ է աշխատում, ներեցեք ինչի է վատ աշխատում։ Ես եմ եղավոր վրա։ Ես ընդամենը լույս միացնող եմ, չէ՞, որպես քաղաքացի, ես միացնում եմ իմ պարտքն է մուծած, օգտագործած հոսանքի փոխարեն մուծել իմ պետությանը։ Բայց երբ որ ինչ որ մեկը խաբել է պետությանը, ինչ որ վնասներ է կրել, եւ ուզում է իմ հաշվին ծածկել այդ վնասները, ես դա չեմ հասկանում։ Պարոն Ադամյան, այսինքն այն քաղաքացիները, որոնց համար որ սա ընդունելի չէ այս թանկացումը, հիմնավորումները եւս ընդունելի չեն, ըստ ձեզ ինչ պետք է անեն այս թանկացումը կանխելու համար։ Ես կդժվարանամ ասել, թե ինչ պետք է անի հասարակությունը։ Միակ ճիշտ բանը, որ կարող եմ ասել, որ ցանկացած պետության համար ամենահզոր բանն այն է, երբ որ հասարակությունը համախմբված է։ Այդ դեպքում նույնիսկ ընտրյալ ավազակները, եթե պատահաբար ավազակներ ընտրենք, իրենք կախված կլինեն հավաքված, հավաքական ուժի, հա, ինչպես ուզում եք անվանեք այնտեղ նաև կուսակցական տարածքում, հասարակական տարածքում, հասարակական, այսպես ասած, այն ոչ մի խոսքով ինչ կազմակերպություններ, որ գոյություն ունեն, հա, եւ այդ ամրությունը կբերի նրան, որ ժողովուրդը ինքը վերահսկող որպես ուժ կհանդիսանա իր երկրում։ Լրացուցիչ վերահսկիչ հանձնաժողովներ այդ կրկեսը այլևս տեղի չի ունենա։ Ես կառավարություն եմ ընտրել, եղբայր։ Կառավարությունը պետք է ոչ միայն գործադիր իշխանություն լինի, այլ նաև վերահսկող, ինքն իրեն պետք է վերահսկի։ Ես լրացուցիչ կառույցներին փող տալու ցանկություն չունեմ, որոնք որ ներքաշվում են դե բնական է, հա, եթե կոռումպացված է, ասենք, իշխանությունը ամբողջությամբ եւ համակարգը, այսպես ասած, կոռումպացված ռեժիմով է աշխատում, այդ կառույցը, որը կոչվում է վերահսկող, ինձ պետք չի, ինքը ինձ եւս մի պտույտ ավելի գցելու է եւ ցավերի, եւ տանջանքի, եւ գեր շահույթներ իր համար ապահովելու եւ իմ վարձերը գնալով կմեծանան, այսինքն ինքնակառավարվող լինելու համար պետություն հասկացողությունը պետք է ունենա ցանկալի է որ կրթված խելացի, արժանապատիվ ժողովուրդ, որին խաբելը մի քիչ դժվար կլինի։ Դուք ձեր խոսքի մեջ նշեցիք, եթե պետությանը հա խաբել են, ինչու պիտի պատասխանի հասարակությունը։ Պետությունը միշտ մեզ մոտ ասոցացվում է պետությունացվածը հզորության հետ։ Ինչպես կարող է մասնավորը խաբել պետությանը։ Եթե պետությունը թույլ չտա ավազակին գողանալ, ավազակը չի գողանա։ Կնշանակի թույլ է տալիս։ Ընդ որում այս դեպքում սխալ է ասել պետություն, որովհետև պետություն դա կատեգորիա է, որը ունի որոշակի, այսպես ինչ ասել է պետություն, բայց երբ որ իշխանությունը իր համատարած, այսպես ասած, կոռուպցիոն խնդիրները տարիներ, տասնամյակներ շարունակ չի կարողանում լուծել, կնշանակի ինքը սրտաճել է, ինքը թույլ է տալիս, որպեսզի դա տեղի ունենա։ Հետո էլ փոփոխները սկսում են ջարդվել ում գլխին, բնականաբար անմեղ մարդկանց գլխին, ովքեր պատրաստ են լինել քաղաքացի եւ պատրաստ են, ասենք, շատ այնպես ոնց ասեմ,
լավ պետական տեսանկյունից պետություն, որ իր մեջքին կանգնած է եւ հարկեր մուծել եւ վճարել կատարված աշխատանքների դիմաց, որովհետեւ մարդիկ են աշխատում, չէ՞, ոչ թե գողավազակներ, այլ մարդիկ պետք է հաստուխի հացը գնեն, հաստուխը պետք է այն ցորեն ցանողի ցորենը գնի եւ եթե սա լինի կարգավորված, ոչ մեկը չի իմբոստանա։ Ամբոստությունը սկսվում է, երբ որ այս փոխհարաբերությունները դառնում են խախտվում են։ Ըստ էս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը իր որոշումը, հանձնաժողովն իր որոշումը ընդունելու է այդ հայտում առկա փաստերի հիման վրա, թե սպասում է որոշակի քաղաքական հրահանգի։ Իհարկե քաղաքական հրահանգի մասին ձեր ակնարկը շատ տեղին է, որովհետև եթե տարիներ շարունակ երկրում գործում է մի կառույց, հա, որը երբ որ բացում են արդեն թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, տեսնում ես, որ ոչինչ տեղի չի ունեցել բացի կեղեքումից, բացի գողությունից, հա։ Փաստեր, որ փաստերը, այսինքն թող բարի լինեն գողության մասին փաստերը, այսպես ներկայացնեն ժողովրդին։ Խնդրեմ, այդ դեպքում ես կլսեմ, կասեմ, օհո, զարմանալիորեն փաստերը բարձրացրեցին։ Եթե գողություն է կատարվել, ես չպետք է ծածկեմ վնասները գողը պետք է կատարի։ Գողին տանում են բանտ, նստացում են, ինչքան ուզում եք նստացրեք, ինչքան շատ այնքան ավելի լավ, մինչև ինքը կարողանա այդ իր պատճառած վնասը ժողովրդի հատուցի, չգիտեմ ոնց է հատուցում, հա, մորաքրոջ համար ստեղծված բիզնեսներով, իր համար գնված այդ անհարկի ավտոմեքենաներով, թե ինչով մեր հաշվին, մեր փողերով գնված այդ բաները, չգիտեմ ինչ անում, թող վերադարձնի, թող բարի լինի, ինքը ծածկել այդ վնասը։ Հիմա խոսում են 17 դրամ, 7 դրամ, թե 1 դրամ, կես դրամ էլ, 0.1 դրամով էլ եթե թանկանա, սա կեղեքում է։ Չպետք է լինի, որովհետև հոսանքի համար անհարկի գին, այսպես չապացուցված, չհիմնավորված գին մենք վաղուց ենք մոծում։ Պարոն Ադամյան, 0.1 դրամով կամ 17 դրամով թանկացնելու քաղաքական հրահանգը ինչ մակարդակով է ձեզ տրվում? Ամենաբարձր։ Եթե ես ամենաբարձրն եմ թույլ չեմ տալիս, ոչ մի ամենացածր իրեն թույլ չի տա։ Հետևաբար ամենաբարձր մակարդակով։ Ինչը կստիպի Սերժ Սարգսյանին տալ քաղաքական այնպիսի հրահանգ, որ թանկացում ընդհանրապես չի լինելու, ինչ մտավախություն է։ Աթոռից ընկնելու միտումը։ Կամ հրահանգը շատ ավելի բարձր մի վայրից։ Իսկ այնպես ոչինչն էլ չի ստիպի։ Եթե այսպես ոնց որ ասում են բնականon գնում են երևույթները, որոնք որ լավը չեն, բայց գնում են, բնականon շարունակ են գնալ, ոչինչ չի ստիպի, կշարունակվի այսպես, գնալով եկող տարի կդառնա 47 դրամով թանկացում, հետո 107, 1507 եւ այլն եւ այլն։ Այս թանկացումը, քաղաքացիական ընդվզումը, սոցիալական ծանր վիճակը սպառնում է Սերժ Սարգսյանի աթոռին։ Իհարկե սպառնում է, բայց այստեղ խնդիրն այն է, որ սպառնալու ոնց որ ասում են ձև կա, հա, այն հին ծեծված խոսքը հայ ժողովուրդ հավաքականության մեջ եւ այլն, որը արդեն հոգնել ենք ասել, որը ոմանք նույնիսկ իրենց թույլ են տալիս ձեռ առնել, հա, այդ խոսքի բովանդակությունը, բայց այդ շատ իմաստուն ասված բանը, այս հավաքականության խնդիրը ամենածանրագույն բանն է, որովհետեւ կապված է արժանապատվության հետ։ Արժանապատվությունը ծանր բան է, ինչպես անկախությունը, հա, այնպես փալաս լինելով անկախ չես լինի։ Արժանապատվությունն էլ է այդպեսին, եթե չկա, կնշանակի դու չկաս։ Եվ այս հիմնական գործոնների պակասը կարող է բերել նրան, որ հասարակությունը իր ամբողջության մեջ կարող է լինել ներողություն փալաս։ Պարոն Ադամյան, ըստ ձեզ գործող իշխանությունները Սերժ Սարգսյանը չի ցանկանում, որ երկրում ավելի լավ տնտեսական վիճակ լինի, սոցիալական ավելի բարվոք վիճակ լինի եւ համեմատաբար ավելի քիչ ընդվզումներ եւ հասարակական քաղաքական ավելի հանդարտ իրավիճակ լինի։ Թող աներ։ Եթե ցանկանում է, ի՞նչն է խանգարում իրեն դա անել։ Ինքը եւ իր շուրջը հավաքած իր կադրերը եւ այն համակարգը, գործունեության այն տեսակը եւ այդ մեկնարկը, այն որ ասում են ինչքան ռուսն ասում է դոպուսկ է տված գողության համար, դոպուսկներով է այսօր աշխատում մեր իշխանությունը, որովհետեւ եթե մենք նայենք թե ինչ է կատարվում, ասենք թե նախարարական են ոլորտում, իշխանական այսպես ասած լծակներին տիրապետողը, բոլորը միլիոնատերու բան են, այնքան փող ինչքան այսօր կա Հայաստանում երբևէ չի եղել։ Բայց այդ փողին տիրապետում են մի փոքրիկ
խմբակ, ոհմակ, որը ապահովում է նաև այդ համակարգային գործունեությունը համեմատ իր եկամուտների, այսինքն եկամուտն էլ գողոնն է, հա, ժողովրդից գողացած միջոցների, եւ այստեղ ինչ որ բաներ տանել բերել, դեպքում ամեն ինչն էլ երևի թե էժան է այսօր ներեցեք Հայաստանում, հացը ինչ է 150 կամ 250 400 դրամ, թող լինի 1500, ինչ լավ կլինի, չէ՞, ջուրը, ջրի մասին դեռ չենք խոսում, ինչ խայտարակ գներ են։ Երբ որ լսում ես այն մասին, որ ջրտնտը կորցնում է, այնտեղ խոսում են 1.80-85% կորստի մասին, լավ ասենք թե 50%-ը։ Ինչ իրավունք ունես փող գանձես, 50%-ի չափով գուցե իրավունք ունես։ Այսինքն 50% ջուրը իրավունք ունի եւ պետք է կորի, ոչ։ Մտահոգ տնտեսվարը կասի կորող ջուրը մարդը երբ որ օգտագործում է, պետք է չվճարի։ Այդ ջուրը հենց այնպես հոսում գնում է, չէ՞, գնում է դեպի Թուրքիա, գնում է դեպի Ադրբեջան, գնում թափվում է Կասպից ծով, չէ՞։ Պարոն Ադամյան, եք տեսեք սոցիալական խնդիրների, սոցիալական լուրջ խնդիրների մասին եք բարձրաձայնում, որը ըստ էության տպավորություն է ստեղծում, որ այնպիսի բողոքի ալիք պետք է ստեղծեր, որ Սերժ Սարգսյանը եւ իշխանությունները իրական սպառնալիք զգալով որոշակի զիջումների գնան։ Բայց մինչեւ այժմ ըստ էության ես չեմ հիշում այնպիսի մի զիջում, որը մեծ հաշվով հիմնական պահանջները կբավարարեր։ Ինչն է խնդիրը։ Պատմություն, երբ որ կարդում ենք, ուրեմն նախնական համայնային հարաբերությունները տևել են մոտավորապես 2000 տարի։ Հետո այնտեղ, որ սկսել են կազմավորվել ինչ-որ ավելի խոշորացել են համայնքները, մոտավորապես 2000 տարի էլ դա է տևել։ Ստրկատիրական ժամանակահատվածը տևել է մոտավորապես էլի 2000 տարի։ Որոշ երկրներում մեր մեծ հարևանի, օրինակ ստրկատիրական հասարակարգը ավարտվեց 19-րդ դարի 1861 թվականին, չէ՞, ճորտատիրությունը որպես այդպիսին գոյություն էր։ Այսինքն շատ երկար եւ այդ ընթացքում ժողովուրդները ընդվզման, այսպես ասած, իրենց հնարավորությունները միշտ համակցել են նրա հետ, թե իրենք ինչ պայմաններում են եղել, հա։ Հետո գալիս է 20-րդ դար, ժողովուրդները սկսում են անկախանալ, պետությունները սկսում են գնալ դեպի նոր տեսակի, հա, տնտեսվարման եւ համակեցության սկզբունքների, կարծես թե, բայց զարմանալիորեն տարբեր ձևի են գնում, չէ՞։ Եվ կարող են տևել անցանկալի կառույցները բավականին երկար տարիներ։ Զորօրինակ, ասենք թե իմպերիալ կառույցը, որը կոչվում էր ՍՍՀ, տեսեք, ժողովուրդը դժգոհ էր, որ ապրում էր այդ կառույցի մեջ, բայց դա տևեց մոտավորապես 80 տարի։ Այսինքն, այստեղ ժողովուրդ երբ որ ասում ենք, մենք պետք է հասկանանք, որ ժողովրդի մի հատված դեռ ստրուկ է, մի հատված կրթված չի, մի հատված վախկոտ է, մի հատված նստած է կրանթիկից հեռու ծորող ջրի կողքին եւ վախենում է կորցնի, ասենք, այս բանը շահկապվածության այս ամբողջ մոդելը վերում է նրան, որ խեղճը սկսում է չգիտակցել իր խեղճությունը, երբ որ խեղճերը շատ են, մի քիչ չխեղճը հարուստ է։ Էլ մոռանում է, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր որ դևը, որ նստած է աղբրի գլխին, հա, ասում են, ինչի՞ ես նստել, մի քիչ sense արա, թող ջուրը գնա ժողովուրդն օգտվի էլի։ Հա։ Եթե մինչև սա չկատարվի, ոչինչ տեղի չի ունենա։ Հետևաբար նորից գալիս ենք այն իմաստուն եւ ճշգրիտ ֆորմուլային համախմբում։ Ընդ որում համախմբում ասելը մի պատկերացրեք ես ինչ հեղափոխություններ ոչ մեկին պետք չի։ Խելք է պետք, խելք։ Ոչ մեկը չի ուզում, որ ինչ որ մեկը գնա ինչ որ մեկին մորթի, բայց գողը պետք է նստած լինի բանտում։ Համախմբման համար հզոր ընդդիմադիր ուժի անհրաժեշտությունը չեք տեսնում։ Ես տեսնում եմ, որ դա այսպես երկսայր երևույթ է։ Ժողովուրդը պետք է մոռանա այն մասին, որ ինքը կհամախմբվի, քանի դեռ չեն համախմբվել քաղաքական կուսակցությունները։ Քաղաքական կուսակցությունները թող մոռանան, որ իրենք կհամախմբվեն, քանի դեռ չի համախմբվել ժողովուրդը։ Երկսայր բան է։ Եվ պետք չի բացառել այդտեղ որևէ մեկին տալ այս պայմաններում, այսօրվա աշխարհակարգի պայմաններում, որն է ավելի առաջնային, քաղաքացիականը թե քաղաքականը, երկուսն էլ։ Եվ երկսայրը, եթե այստեղ չառաջանա երկկողմ լարում, ձգտում, ոչինչ տեղի չունենա, ավազակները կշարունակեն իրենց ավազակային գործունեությունը։ Առաջիկայում այդ երկկողմ լարման հնարավորությունը տեսնում եք, պարոն Ադամյան։ Ես ուզում եմ տեսնել, բայց աչքս տեսնի։ Աչքս տեսնի, որովհետև առայժմ համենայն դեպս անցած ընթացքում ես տեսնում եմ հզորագույն մարգինալացման մթագնած այսպես ազդեցությունը բոլորի վրա։
Դա դրսևորվում է եւ սուբյեկտիվ ամբիցիոզ բաներից, ընդ որում պատճառաբանությունները, երբ որ ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ գործողություն, միշտ լինում է հետևյալ. ես արեցի, չհամախմբվեցին։ Այդպես չի լինում։ Այդպես չի լինում։ Ամբիցիաները պետք է գցել մի կողմ, որովհետեւ մեր առջև կանգնած է խնդիր, մտահոգություն, պետություն, ժողովուրդ, ազգ, մշակույթ։ Այսպիսի նախաձեռնությունների որոշակի փուլում այդ նախաձեռնությունը քաղաքականացնելու գործընթաց է գնում։ Դուք ինքներդ դրան դեմ եք, թե ինչպես եք վերաբերվում այդ գործընթացին, անխուսափելի է դա։ Այո, անխուսափելի է, ասեմ ինչու, որովհետև ցանկացած քաղաքացիական շարժում, երբ սկսում է առաջ քաշել իր պայմանները, ինքը ուզի, թե չուզի, ինքը մտնում է քաղաքականացված գործունեության ոլորտ։ Այսինքն դա անխուսափելի է։ Պայմանը բարձրացվում է, սա այլևս, անհատի պահանջ չէ, ժողովուրդ, հասարակական կազմակերպություններ, որոնք որ չգիտեմ ինչեր են հետապնդում, ամենայն դեպս իրենց թույլ չեն տալիս խոսել պետություն, պետականություն, եթե այդ գիտակցությունը չունեն, Եվ այստեղ դա քաղաքականացման այդ process-ը ինքնաբերաբար, ոնց որ ասում են, տեղի կունենա։ Պահանջներ ես բարձրացնում, համաձայն չես գործող համակարգի հետ, կնշանակի քո պահանջը այո քաղաքական է, որովհետև իսկ ցույց տվեք ինձ պետություն, որը գործում է քաղաքացիական տարածքում։ Ներողություն, այսօրվա աշխարհակարգը այնպես է դրված, որ քաղաքական կազմակերպությունները մեծ գործ ունեն պետականաստեղծման, պետականակառուցման եւ զարգացման գործում։ Պարոն Ադամյան, եթե 17 դրամի փոխարեն օրինակի համար թանկացվի 7 դրամ եւ ասվի, որ այն 10 դրամը զիջվել է քաղաքացիական ընդվզման եւ հասարակության պահանջով, դա պետք է հասարակությունը հաղթանակ համարի։ Ընդհանրապես հաղթանակ համարել, երբ որ քեզանից ուզում են գողանան, դու ինչ որ խփում ես գողի ձեռքին, դա հաղթանակ չի։ Դա սաստել է, դա կանխել է։ Իսկ այդ 17/7 մենք խոսեցինք այդ մասը 0.1 միլիոներորդ եթե թանկացնեն, սա կեղեքում է։ Որովհետև գողը, գողը չպետք է ինձ գին թելադրի։ Ես գողին պետք է նստացնեմ բանդ։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, ասենք թե այս պայմաններում ազգայնացնել էներգոհամակարգը։ Ազգայնացնել որպեսզի այդ տզրուկները, այսպես ասած, չկարողանան այդտեղ ինչ-որ մի բան անել։ Եվ ոչ միայն էներգոհամակարգը, որովհետև այսօր մենք գիտենք որքան կարևոր են, չէ՞ դրանք, այդ բաները։ Եվ հնարավորություն ստեղծել գողերին գողանալու, սա պետության ոտի տակ քար գցելու նման մի բան է, ավելի վատ։ Պարոն Ադամյան, այսինքն վաղը նախատեսվող երթին, որն ընդդեմ թանկացման է, որը պետք է լինի հասարակության հիմնական մեսիջը իշխանություններին։ Որ որևէ իրազանցում, որևէ գողություն, որևէ, այսպես ասենք, ավանակի տեղ դնելու նախաձեռնություն չպետք է անցնի։ Ժողովուրդը այստեղ միայն էներգետիկ համակարգի մասին չի խոսքը։ Այստեղ նորից եմ ուզում ասել ամեն ինչի վերաբերյալ, որովհետև եթե միայն լուծես էներգոհամակարգի հարցը կամ ընդ 100-150 դրամ, այս բաները գցել չգցել, դրանից ոչ երթևեկությունն է կարգին դառնում, ինչքան ուզում ես դիր այդ ֆոտո խցիկներ եւ կրակը գցի ժողովրդին, Ինչքան ուզում ես շատ լավ սկզբունքով ալյա ապա բանդիր, բայց փաստա չէ որ այսօր ոնց է ինքը ապան խանգարում այսօր երթևեկությանը, Այսինքն դա կշռադատված պետք է լինի, կշռված պետք է լինի, որպեսզի նա ով նախաձեռնում է ինչ-որ գործողություն, ինքը ձուլված լինի հասարակության հետ, ոչ թե հասարակությունից վեր կանգնի։ Այդպիսի բան, եթե անում է վեր է կանգնում, սկսում է կեղեքել։ Դրա օրինակները մենք շատ ունենք։ 17-18 թվականներին ազգային ժողովի նախագահական ընտրություններ են, ինչու այս ամենին ընդառաջ իշխանությունները չեն վախենում հասարակությանը զայրացնել, այսպես ասենք, քանի որ նրանք իրենց ընտրողներն են, ովքեր որ պիտի որոշեն շարունակելու են իրենց իշխանությունը, թե ոչ։ Որովհետև չեն վախենում։ Որովհետև մենք գիտենք ընտրությունները ոնց են գնում, ընտրություններ որպես այդպեսին, այդ բառը շատ լավն է երևի, ընտրություններ, բայց մենք ընտրություններ չենք ունեցել, չէ՞։ Այդ կեղծիքները, որ ես շատ անգամ եմ եղել ընտրատարածքներում եւ այլն, եւ այն ինչ որ տեսել եմ, ամոթ է էլի, ամոթ է, երբ որ գիտակցում ես, որ դու ուզես թե չուզես, որ այդ կեղծում են այնտեղ, դառնում ես դրա պատկերը,
որովհետեւ քեզ այդպես են ընկալում։ Այն մարդիկ, ովքեր չգիտեն դու ինչ ես արել, դու վերջապես ընտրեցիր, չընտրեցիր, եթե մարդուն կարող են խաբել, որ գրիչի մեջ կա տեսախցիկ, որով ես ինչ խոսեմ այդ խեղճ ու կրակի հետ։ Այսինքն ընտրություններ տեղի չեն ունեցել, ինչու չեն նախապատրաստվում, որովհետև այո ունեն այդ վստահությունը, իսկ ինչի նախապատրաստվեն, այնքան գողանալու բան կա դեռ։ Շնորհակալ եմ շատ մեր հրավերն ընդունելու համար, հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդիվ ցտեսություն։